ուժեղ հավաքական ունենք։ Ժիպս այդ մենք սպլիկեր ենք էլի, ասենք։ Սպլիկեր էի։ Ունենք շատ խաղացողներ, որ պարզապես տեղ չունեն խաղալու։ Պայմաններն է պետք ստեղծվի, որ նա կարողանա ռեալիզացվի։ Սկզբից պետք է մենք դառնանք մրցունակ։ Մենք հիմա բացարձակ զիջում ենք։ Մեր առաջնությունը հիմա մրցունակ չի։ Հայաստանը փող աշխատելու տեղ է։ Նայած մարզչի համար։ Փորձում եմ այս վերջի վնասվածքը սպուժում, որ հետ կողմ խաղամ, որովհետև United թե City։ Այնտեղ ջահելացնում ես։ Եթե մոնք 3-ն է Glumov Triptych, 3 հիանալի ֆուտբոլիստ եւ 1 պարզապես հաղորդավար։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք, լեգենդար մարդիկ Ռոբերտ, Գևորգ եւ Դավիթ։ Բոլորդ ֆուտբոլ սիրում եք, բոլորդ ֆուտբոլով ապրում եք, բոլորդ ֆուտբոլից ցավեր եք ստացել։ Ֆիզիկապես ցավն ավելի անտանելի թե հոգեկան տրավմաները։ Նախ բարև, շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է այս քննարկումը հայկական ֆուտբոլի մասին։ Մեկ էլ այդքան հաճելի չի։ Ցավոք սրտի, այո։ Չէ, հոգեկան ավելի դժվար է վերականգնում, ցավերը անպակաս մասն են ֆուտբոլի, բայց հոգեկան դժվարությունները ավելի բարդ է։ Հարցը 3 չգործող ֆուտբոլիստներ ու էդի Մենք դրան կանրադառնանք, ավելի ծանր է հաստատ։ Իսկ ո՞րն էր ամենա ցավալի հոգեկան տրավման, որ ստացել եք ֆուտբոլի հետ կապված։ Դա կարող է մանկական լինի, անպայման չի հավաքականի պարտություն օրինակ։ Թե բոլորը հիշում են այն խաղը։ Շատ են Որ Ռոման Այդ խաղը ճիշտ ասած ընդհանրապես տրավմա չի եղել իմ համար։ Նույնիսկ այդ խաղի կարևորությունն ու բանը վերջերս եմ մտածել դրա մասին вообще ինչ կարարելներ։ Որ ինչքան մոտիկ ենք մեր երազանքին։ Ну թեկուս խաղը նայելուց ես որ նայում եմ Իռլանդիայի դեմ 10 հոգով մնացավ ու գժիպես այդ մենք սպլիկեր ենք էլի սենց։ Ու պտիկեր էիք։ Ու պահեր էինք ստեղծում սենց մի քիչ։ Լավ, ո՞րն է ամենամեծ հոգեկան տրավման, որ ֆուտբոլը ձեզ։ Իմը թարգելու պահն ա եղել։ Դա ձեր որոշումներ թե Դժվար որոշում էր, միանշանակ որոշում չէր։ Հանգամանքներից ելնելով ես էլ շատ վնասվածքներ էի ստանում, ինքը տրամաբանական էր, բայց երևի որ ասեմ 100% լրիվ մինչև հիմա 2 տարի անցել է, համաձայնվել եմ, չէ։ Էլի այդ բանը ցանկությունը կա հետ գալու, ճիշտ է շատ հարցերի լրիվ ուրիշ ձև եմ նայում, ոնց որ այն վաղ էի նայում, հիմա լրիվ ուրիշ ձև եմ նայում, բայց էլի այդ խաղալու ազարտը ասեմ, այդ ցանկությունը շատ մեծ է։ Ֆուտբոլը դինամիկա է, ինքը ամենօրյա մարզում խաղ ու ցավերը, երբ որ դու հաճույք ես ստանում քո գործից, այսինքն տվյալ դեպքում քո համար հոգևոր հաճույք է ֆուտբոլը, այդ մենք խոսում ենք հաստատ մանր ցավերի մասին, երբ որ հարված ես ստանում, դա ավելի շուտ է վերականգնվում, իսկ մեծ տրավմա չեմ ստացել, այսինքն ես միշտ նայել եմ այս պրոցեսին, ֆուտբոլին, որ հաղթանակներ կան, պարտություններ կան, ափսոսանք կարա լինի, որ ինչ-որ մի խաղ հաղթելու դեպքում նույն Իռլանդիայի խաղը չնայած վնասվածք ունեի չէի մեկնել, ծանր էր հետևել էլի Բայց քեզ համար ավելի ծանր էր։ Ծանր որ նայում էիր ու ափսոսանք էր։ Այդ տարիներին մենք շատ ուժեղ հավաքական ունեինք, եթե չեմ սխալվում 21 թե 22 գոլ էինք մրցակցի դարպասը խփել ու լավագույն մեր հավաքական խաղի ընթացքում խաղից միայն մեկը 11 մետրանոցից ու առելի մասը մեր 4-5 ֆուտբոլիստներն էին արձակման խփել Յուրան, Գևորգը։ Ես հիշում եմ 5 հատ ես էի խփել 5 հատ Յուրան, 5 հատ Հենոն, 4 հատ Մարկոսը, այսինքն 19 գոլ 4 հատ արչիվը շատ էր խփել։ Կարող է Մարկոսն է ուժեղ հավաքական ունենք ու այդ ժամանակ ոնց որ այդքան չենք հասկանում թե ինչքան ուժեղ ենք ու ցավալին էր որ մենք խմբայինի սկզբում այդ հավատը չունեինք մեր հանդեպ որ կարող է լինի ու միավորներ ոնց որ կորցրեցինք նույն Իռլանդիայի Մակեդոնիայի հանդիպումներին առաջին 2 տուրում բայց հետին թվով որ արդեն նայում ես ու նամանավանդ որ նայում ես հետագայում թե հավաքականը ինչ զարգացում ունեցավ այս տարիների ընթացքում ու ինչ այժմ այսինքն ահռելի հզոր պոտենցիալ ուներ այդ հավաքականը ու ինձ այդ հարցը շատ են տվել նույնիսկ երբ որ մարզի չէի Ուրարտո 2-ին դեռ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղում լինում էր ինձ հարցնում էին թե իմ մարզի օգնականները այս հավաքականի ֆուտբոլիստներն են ուժեղ այդ օրվա թե հիմա դժվարանում էի պատասխանել բայց հետին թվով ոնց որ թե հասկանում ես որ ուժեղ ոչ միայն ֆուտբոլային որակներով ֆուտբոլիստներ էին հավաքված այլ անհատ ֆուտբոլիստներ էին հավաքված ու ոնց որ մենք անպարտելի էինք մեզ զգում ու դրա վառ օրինակը որ մենք կարողացանք 1-0 Մալտային պարտվելուց հետո
գնալ 4-0, 3-4 օր հետո հաղթել ու ֆուտբոլը ինքը բայց process է, կոնկրետ հենց ֆուտբոլիստը ինքը պետք է մտածի ամեն մարզումին, եկող վարկյանի մասին ինքը պետք է անի, չէ, միանշանակ դրա համար վնասվածքներ 3-ս էլ ունեցել են եւ ամենաշատը Մանոյանն է ունեցել, ես ինքս վնասվածքի պատճառով թարգել եմ, բայց ավարտել եմ ֆուտբոլիստի կարիերան, բայց ընդհանրապես չեմ ափսոսում, որովհետեւ կարող էր եւ շատ լավ լիներ, կարող էր եւ չլիներ, որովհետեւ ես ինստիտուտ գնայի շարունակեի, ոնց որ դա չկար մեր դեմ օրինակներ, լավ դաշտեր եւ այլն, Հայնիկ Մխիթարյանի նման օրինակ, ոնց որ այդ բանը չկար, բայց ստացվեց այնպես, որ շարունակեցինք ու շատ լավ սերունդ ունեինք։ Իսկապես, Դավիթ։ Հոգեբանորեն ինձ այն բանը, որ ես մի մաքսիմումին տենց էլ չասա, վնասվածքների պատճառով այդ միշտ իմ ուղեղ մեջ կա, բայց ես մի պահ, երբ որ վերադարձա Հայաստան, կարելի ասել Շիրակից եւ Արա տեղափոխությունից սկսված, լրիվ ուրիշ ձևով էի մտածում, այսինքն էլ չէի վազում այդ գնացող գնացքի հետևից, որ հեսա հասցնեմ թոփակում խաղամ, այլ վայելում էի ամեն րոպեն, ամեն խաղը Հայաստանում, Արադի կազմում, ունենք շատ լավ թիմ այդ տարի, 3 տարի շատ լավ մարզավիճակում եղա խաղացի ու այդ ընթացքում ընդհանրապես վնասվածք չստացա, ինձ թվում է այդ հանգստությունը ինչ որտեղ ազդեց դրա վրա, այսինքն շնորհակալ էի նրա համար, որ խաղում եմ, այլ ոչ թե բանը մտածում էի թե ինչի սենս չեղավ, որ ես ավելի ուժեղ տեղերում խաղամ։ Իսկ հիմա ոնց որ այդ ֆուտբոլիստի այդ բանը դեռ հələ մեջս այդ կրակը կա ու փորձում եմ այս վերջի վնասվածքս բուժեմ, որ հետ կամ խաղամ, որովհետև United թե City։ Չեմ այնտեղ ջայլացնում ես ասա, ոչ ձեր չկա։ Так, հիմա փաստորեն մենք ունենք 3 կարգավիճակ։ Ռոբերտը, որը պատրաստում է դառնա մարզիչ, այսինքն մարզիչ է, բայց ավելի։ Ուզում ասեմ, գրանցված եմ։ մարզիչ ունենք Դավիթ Մանոյան, որը որ հեսապակինվելու է եւ գնա Մանչեսթեր, եւ ունենք Գևորգ Ղազարյան, որը որ նորից ցանկություն ունի վերադառնա մեծ ֆուտբոլ որպես խաղացող։ Ոչ թե մարզիչի մասին, մարզման մասին չեք մտածում։ Չէ, ես հիմա աշխատում եմ։ Գիտեմ, որ հիմա աշխատում եմ, բայց դա զուտ խաղալու ցանկությունը իմ ներքին բանն է, հա։ Հիմա եկեք հասկանանք, թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ, որը որ արդեն ճանապարհ ունի անցած եւ հասկանում է ինչ է կատարվում։ Ինչի է մեր հայկական ֆուտբոլը հիմա այս աներանելի վիճակում։ Թե ես սխալվում եմ, աներանելի չէ այդ վիճակը։ Սկզբից պետքա որոշենք ինչ ենք ուզում մենք։ Ով։ Դուք թե մենք։ Մեր ֆուտբոլիստները, ֆեդերացիան, մենք որպես ֆուտբոլասեր։ Մենք թե որպես երկրպագու, թե որպես մասնակից ուզում ենք տենանք ուժեղ ազգային եւ մանկապատանեկան հավաքականներ։ Եվ ակումբներ, Նաեւ ուժեղ ակումբներ, ովքեր որ լուրջ հաջողություններ կգրանցեն Եվրոպայում։ Դա մենք ուզում ենք տեսնել։ Բոլորս ուզում ենք։ Ահա։ Հետո պետքա գնահատենք մենք ի վիճակի ենք, ինչ որ ուզում ենք անենք, թե չէ։ Որն են գլխավոր տորմոզները, արգելակները։ Ինձ թվում է մանկապատանեկան ֆուտբոլը վերջին տարիներին տենց երևում է որ զարգացել է, չէ՞ որտեղ պահանջարկը ֆուտբոլի մեջ շատ է Հայաստանում։ Բազմաթիվ զանգեր, ինձ թվում է դուք էլ եք ստանում, որտեղ տանեմ տուս, տեղ չկա, այսինքն օրինակ ես գիտեմ ակումբներ շատ մեծ հերթ կա։ Քանակը Շատ։ Բայց ինձ թվում է ինչ որ մարզիչ որակով մարզիչների խիստ պակաս կա, որովհետև շատերը դժգոհ են, ասենք հասկանում եմ ծնողը կարող է շատ բան չհասկանա, բայց այդքան զանգեր չի կարելի, նորմալ չի։ Ու ես անձամբ տեսել եմ, որ օրինակ ունենք մարզիչներ, որ իրանք լիցենզիա ունեն, այսինքն ամեն ինչ օրենքով է, բայց հասարակ փոխանցում հարված իրանք ցույց չեն կարող տալ։ Այսինքն այդ ամենակարևոր այդ basic բաները, որ ֆուտբոլիստին դա տրվում է ամենասկզբից, դա պետքա ցույց տալ, դա պետք է կարողանաս այդ ցույց տալ։ Իսկ Ժոզե Մաուրինյոն կարողանում է։ Ինքը ցույց չի տվել, ինքը պատրաստի ֆուտբոլիստներին կարողացել է մենեջերն։ Այսինքն մենք խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլ։ Դա տարբեր բաներ են։ Ու համել սկսենք նրանից, որ Մորինյոյի նման օրինակները շատ քիչ են։ Ահա, օքեյ։ Դա խնդիրը շատ ավելի խորքային է։ Իմ ժամանակ ես հիշում եմ իմ տարիքայինի մի թիմ կար ԵՖԴ-ում Երևանի ֆուտբոլի դպրոց Արժեմյան Փյունիկը, երկու կարող է լիներ ՀՖԴ։ Բանասներ։ Արժեմյան Ուրարտում։ Բայց ֆուտբոլիստներ են եղել ու լավ ֆուտբոլիստներ են եղել։ Հավաքական ավելի լավ է խաղացել, հավաքականները ավելի լավ են խաղացել։ Եթե եղել է լավը, պետքա դա դարձնել մոդել։ Եթե այսինքն իմ կարծիքով դա ինչ-որ բակային ֆուտբոլի ազդեցություն եղել, այժմ չկա։ Դա պետքա դարձնել մոդել, ինչպես օրինակ Իսլանդիայում
350,000 ինչքան բնակչություն ունեն, բոլորը սպորտով են զբաղվում, ոչ միայն ֆուտբոլով, իրանք տարին 12 ամիս այդ եղանակային պայմաններին ունեն հնարավորություն խաղալ ֆուտբոլ, բասկետբոլ, ունեն հավաքականներ, տարբեր տարիքայիններ, որ ստաբիլ արդյունքներ է ցույց տալիս, ունեն ֆուտբոլիստներ, որոնք արտասահմանում են խաղում, չունենալով մեծ սփյուռք։ Մեր խնդիրը ոչ ֆորմատն է, այս պահին կարելի է բարելավել, որ այժմ քննարկվում է։ Մեր խնդիրը ֆորմատը ակումբային առաջնության, վիշտի լիգայի։ Օրինակ բերեցի, որ այժմ քննարկվում է, դրան մալ ասեցի, ոչ մեծ հաշվով իհարկե դրանք պետք է բարելավի, որ այժմ լիցենզիաներ են անցկացնում, մարզիչների քանակն ավելանում, կան լավ մարզիչներ, ճիշտ է, ոչ մեծ քանակի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու մեր հարևան նույն թեման շատ է եղել Վրաստանը ունի։ Մեր մոտ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում։ Մենք չունենք մարզերում թիմեր, երեխաներ, որ մարզվեն, որի զարգացման դեպքում լինելու է սոցիալական նաև հարթակ տարբեր մասնագիտության տեր մարդկանց ֆուտբոլի մեջ։ Մենք պետք է փորձենք մասսայականացնենք, ինչքան հնարավոր է մարդիկ ներգրաված լինեն ֆուտբոլի մեջ ու հնարավորություն տալ խաղալ ֆուտբոլ ոլորտին ու նույն բարձրագույն օրինակ խմբի թիմերին ամբողջ Հայաստանով տեղավորել ու հնարավորություն տալ իրենք որոշեն թե որ միջոցով են ուզում առաջ գնան իրենց ակումբները։ Ես ուղղակի ունեմ ծրագիր, դրանից եմ խոսում, որոշ կետեր ունեմ։ Ֆուտբոլը ինքը բիզնես է, թե դու ուզում ես գումար վաստակես, դու պետքա օրինակ կարաս օգտվես այս կետից, դու ուզում ես հայ ֆուտբոլիստների խաղացնես, որը հիմա խնդիր կա, դու կխրախուսվես։ Լինելով մարզում դու կխրախուսվես եւ այլն։ Բայց դրա համար գործել է պետք, նույն մենք այժմ ունենք ես եւ իմ թիմը միջին, այսինքն 60-40 դաշտից սկսել ենք ու նպատակ ունենք զարգացնելու ու ավելի սիստեմատիկ խնդիրներ զարգացնելու միջև ինչ առաջին լիգայում կունենաք թիմ վիշ հետագայում երկարաժամկետ կտրվածքով, այո, ասածս ինչա որ գործել ամեն մեկս որ գործենք մենք կարողանանք օգնել, բայց նաև պետք է բժշկություն լինի։ Մենք Հայաստանում խնդիր ունենք, մեր երեխաների մեծ մասը մեր տարածաշրջանում կամ գեր քաշ ունեն, կամ ընդհակառակը նրանց քաշը շատ ավելի ցածր է։ Մարմնի հենաշարժողականության հետ կապված խնդիր ունենք, այսինքն բժշկություն, սիստեմատիկ լուծումներ որ լինի, պատահականորեն մեր հավաքականը թեկուզ հայտնվի կամ ոչ պատահականորեն հայտնվի, դրանից ֆուտբոլի զարգացումը մեծ հաշվով շատ չի տարբերվելու հաջորդաժից բացի, որտեղ նույն Վրաստանի հավաքականները տարբեր տարիքայինների մտնում են Եվրոպայի U19, մինչև 10-ները, մինչև 21-երը եւ այլն։ Սա ավելի սիստեմատիկ է, որովհետեւ չունենալով, մի քիչ կարճ ասեմ, չունենալով շատ քանակի ֆուտբոլիստներ, մենք այն ժամանակ ունեինք լավ ֆուտբոլիստներ, որակ ունենք։ Քանակ ունես չունենք, այսինքն պետք է հասկանալ ու մոդել դարձնել դա։ Գեորգ, ինչ կասեք դուք եւ դուք եք ձեր գլխի մեջ գորե ծրագիր ինչ որ բան փոխելու։ Չէ, ճիշտ ասած ինքը ընդհանրապես շատ բազմաշերտ ու բարդ հարց է, իրան պետքա խորանալ է դրա մեջ։ Ես չեմ խորացել այդ զարգացման մանկապատանեկան ինչ անես։ Մի քանի բաներ կարծիք ունեմ, ինչը լավ չի, ինչը վատ է, դրանք մի քանիսը չեն, շատ են, բայց մոդել ընդհանուր հերթականությամբ դա պետքա խորանալ, դրա համար պետք են նաև մասնագետներ, խորհուրդներ։ Այս բան ամբողջությամբ չեմ պատկերացնում ոնց պետք է անել, բայց մենք հիմա խնդիր ունենք ոչ թե մեր ազգային հավաքականը այս մրցափուլում մտնի, բայց մեզի պետք է որ մեր ավելի հետ գնանք մեր մանկապատանեկան թիմերը, ոչ թե մտնեն։ Սկզբից պետք է մենք դառնանք մրցունակ։ Մենք հիմա վերջին տարիներին բացարձակ զիջում ենք, առանց շանսի զիջում ենք, մեծ հաշիվներով։ Սկզբում պետք է իրանք դառնան մրցունակ, հավասարի խաղան, կամած արդեն գնանք արդյունքի հետևից։ Մենք այնքան հետ ենք հիմա մնացել, որ օրինակ ինչ կտա մեզ, եթե մյուս տարի ոնց որ Ռոբերտ ասեց, աժոտաժից բացի մեր հավաքականը, ազգային հավաքականը մտնի մանկապատանեկան թիմերը 6, 5, 4, 8 երազանքն է իրականում, բայց տակը բան լինի։ Եկեք մի բան փորձենք հասկանալ։ Դավիթ, դու ակտիվորեն զբաղվում ես սթրիթ բոլով եւ տեսնում ես երեխաներին, որոնք որ խաղում են կան։ Դուք երկուստե մարզիչներ եք։ Մենք ունենք տաղանդավոր երեխաներ իսկապես։ Երեխաներ, որոնք շատ ինձ թվում է այդ մի բանն է, որ Աստված տվեց չի խնայել, էլի։ Հետո ինչ են լինում։ Հայաստանում շատ են տաղանդավոր երեխեքը ու ոչ միայն ֆուտբոլի մասով եմ ասում, քանի որ օրինակ մեր այդ գործունեությունը քիմիայի օլիմպիադայի մասին չենք խոսում, կամ բասկետբոլի մասին չենք խոսում։ Սպորտի մասով, բասկետբոլ, break dance, ուր են այդ տեղ չունեն իրանց ցույց տալու։ Օրինակ ես առաջին լիգայից ենք խոսում, ես հիշում եմ առաջին լիգան Գյուլբուդարանցի թիմը Փյունիկ 2-ի, ասենք
ինչ ուժեղ մրցակցություն կար այդտեղ։ Շատ ուժեղ էր առաջին Այսինքն թիմի ներսում մրցակցություն կար։ Էտել ու առաջին խումբը ինքը շատ ուժեղ առաջնություն էր, երբ որ այդ 15-16-ից դու տեղափոխվում էիր այդ մինչև առաջին խմբի առաջնությունը, դա իմը շատ մեծ տրամպլին էր ու շատ ֆուտբոլիստներ այդ Դա բարձրագույն թիմերի, բարձրագույն լիգայում խաղացող թիմերի դուբլներն են։ Ու մի քանի թիմեր կային, որ կար Վաղարշապատ կար։ Հա, առանձին կային թիմեր, որ իրանք նպատակ ունեին բարձրանալու ու լավ ուժեղ շատ ուժեղ էին։ Հիմա բայց երեխաներին ուր են կորում, ով է փչացնում։ Հիմա օրինակ ես դեպքեր գիտեմ շատ թիմեր, որ ունեն չափից շատ լեգիոներներ, իրանց խաղային ժամանակ տալու համար իջացնում են առաջին լիգա խաղալ։ Իսկ ինձ թվում է երբեք մենք այսքան շատ լեգիոներով առաջություն չենք ունեցել վերջին քանի տարին, որ եղել է, էլի։ Չեմ կարող համակերպեմ դրա հետ, որ օրինակ ԲԿՄ-ն կարող գտնվի 5-րդ, 6-րդ հորիզոնականում ունենալով բացառապես հայ ֆուտբոլիստներ ու ջահել։ Բայց նայում ենք 9-10-րդ տեղում թիմեր ունենք, որ ասենք 70% լեգիոներ է։ Իմաստը չեմ կարող հասկանում էլ ես լեգիոներներին բերելու։ Ու ունենք շատ խաղացողներ, որ պարզապես տեղ չունեն խաղալու։ Բայց կարծես թե բոլոր թիմերը բարձրագույն խմբի դեմ են նրան, որ լիմիտ մտցնեն։ Ես կարդում եմ վերջերս այդ որ առաջարկները տվել են ու մի քանի բան չէի կարողանում հասկանալ, օրինակ ուզում են 3 հոգին պահեն, բայց համակարգը չեն ուզում փոխեն։ Օրինակ այդ 3 հոգի 3 թե 4 են ուզում իմ ասած։ 4 են ուզում, բայց ասում են 3 պահենք։ Բայց այդ 3 պահած, օրինակ բերենք Նոայի դեպքում, չէ՞, ունենք Գորը, չէ՞, որը Հայաստանի ակադեմիայից չի, դրսից է։ Ունենք Սերգեյն այլ դրսից է։ Այսինքն մենք Սանիկ չունենք։ Հա, Չանչարևիչն էլ լեգիոներ արդեն անձնագրով խաղում է, այսինքն այդ թիմը ոչ մի բան չի փոխում, այսինքն նույն կերպ էլի Հայաստանի մարզված երեխան չի խաղալու եւ չի զարգանում։ Հա, ու անհնար է այս պայդրությամբ ստեմ մեծ ներդրումներ անում ակադեմիայի զարգացման մասով, ես նայում եմ խորհրդականն եմ, գիտեմ որ մեծ ներդրումներ է արվում թե մանկապատանեկան ֆուտբոլի, թե ենթակառուցվածքների մասով, հա, այս բան ոչ Սերգեյն Մուրադյան սան ոչ Գորը, ավելին Սերգեյը ես էի Նոայի ժամանակվա մարզիչը, նա խաղաժամանակ տվեցի շատ, այժմ նա պատրաստ է շնորհիվ նրա, որ խաղաժամանակ ստացավ։ Դե նույնն էլ Ուրարտուն էր, Ուրարտուից հետո, ասենք քեզանից հետո բոլորը այնտեղ ակադեմիայի սաներն են հիմնականում։ Քանի լեգիոներ խաղացին, ստեղ գլոբալ իմ կարծիքով։ Ուր են կորում երեխաները տաղանդավոր։ Որտեղ են կոտրվում։ Ես հարց տամ, այդ որ ասում ես տաղանդավոր։ Եկեք մենք հասկանանք ինչա նշանակում տաղանդավոր։ Դուք եք ասում։ Չէ, հիմա դու ասում ես։ Ես եմ ասում։ Ինչա նշանակում թե չունենք։ Ահա, ինչա նշանակում տաղանդավոր։ Ինչա նշանակում տաղանդավոր, Կուբարսի, Յամալ։ Չէ, օրինակ Կուբարսին ինչա, որակներն են, որակների մասն են խոսում։ Այո, որակ ֆիզիկական պատրաստություն, որակ ֆիզիկական պատրաստություն, հոգեկան պատրաստություն, որ այդտեղ կողքին խաղում են իր հորթայ մարդիկ եւ ասում են որ այստեղ մենք դուխ ունի որ դու էլ ես 17 տարեկանում խաղացել։ Իմ համար ամենամեծ տաղանդը սերն է ֆուտբոլի հանդեպ առաջինը ու մենտալիտետը։ Հետո նոր որակները։ Որ մենտալիտետը ֆուտբոլային թե ձգտումը, ահա, ինչ որ բանի հասնելու, ֆուտբոլային հաջողության հասնելու։ Ես չգիտեմ ինքը ինչքան է հնարավոր ներդնել։ Իմ կարծիքով պետք է մեջից լինի։ Ինչ-որ չափով։ Ձեր մեջ դա եղել է ով է սերմացրել այդ սերը, այդ ցանկությունը։ Ես ֆուտբոլ շատ եմ սիրել, խաղացել եմ, դպրոցում խաղացել եմ, դպրոցից եկել եմ Բաքում խաղացել եմ, Բաքից գնացել եմ Պարապունքի խաղացել եմ, Պարապունքից ինձ սպասում էին, որ գայի էլի խաղայի։ Իմ խաղալու, մինչև հիմա էլ այդ որ ասում եմ, այդ խաղալու սերն ու ցանկությունը կա։ Ես չգիտեմ էտի որտեղից այն մեջ եղել։ Ես իմ պատմությունը շատերը գիտեն։ Ես Բաքում խաղացել եմ, մեր հարևանը առանց ծնողներիս ասելու, լավ է խաղում, բեկալ է տարել է ֆուտբոլի։ Ահա։ Հիմա մեր տաղանդավորները։ Մեր մոտ մի ֆուտբոլիստը տալիս է մի հատ պաս, ասենց օթից պաս է տալի, ոչ տեղ է հասնում, ոչ գոլ է խփում, մեկ էլ լսում ես լավ էր մտածը, լավ տվեց։ Ոչ գոլ է եղել, ոչ տեղ է հասել, ոչ էլ լավն էր իրականում։ Ու այդ երեխի տաղանդավորը լավն է։ Ոչ բնավորություն ունի, ոչ պայքարում է։ Դուք խոսում եք այն ֆուտբոլիստի մասին, որ արդեն հասել է պասա տալի։ Իսկ ես ուզում հասկանամ ուր են տաղանդավոր երեխաները, որոնց մասին խոսում եք 7 միջավայր է պետք ստեղծել, միշտ կան։ Միջավայր է պետք ստեղծել։ Մարզիչներն են սխալ մարզում։ Միջավայրը համ մարզիչներ, համ այդ ծնողների խանգարել է Հայաստանում էլ կա, Իսպանիայում էլ կա, Անգլիայում էլ կա, բայց իրանք ունեն միջավայր, երբ որ
կարողանում են ճիշտ աշխատել ֆուտբոլիստների, դա նաև հասարակության մեջ ձևավորված էթիկայից էլ է նաև գալիս աշխատանքային զուտ։ Այսինքն միջավայրի ճիշտ ձևավորման դեպքում կկայանա ֆուտբոլիստը, որտեղ ֆուտբոլիստը ընդհանրապես այդ մեր իմացած 4 ֆակտորներից չի բաղկացած՝ տեխնիկա, տակտիկա, ֆիզիկական, հոգեբանական։ Ինքը նաև իր նույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը մանկական տարիքում ինքը կարող է իր սոցիալական կյանքում խնդիրներ ունենա ու դա արտացոլվի, դրսևորվի անհաջողությամբ ֆուտբոլային կարիերայում, նույն հանդերձարանում ինչ-որ խնդիր ունենա կամ արդեն պրոֆեսիոնալ մակարդակով, չգիտեմ, բաժանված լինի, տանը խնդիր ունենա, իր մարզավիճակը ընկնի, մարզավիճակը ֆուտբոլիստի կարա տատանվի։ Դու որ ճիշտ միջավայր ես ձևավորում, ունում ես արժեքներ ու քո սկզբունքներն ես դնում, արդեն ավելի հեշտ է լինում։ Բնականաբար այստեղ մարզիչների աշխատանք, այստեղ ֆուտբոլիստի ձգտում, 1 ժամ պարապելով ֆուտբոլիստը չի կարող դառնա։ 1 ժամ անցկացնել ինչ-որ մի բանի առջև շաբաթը 3 ոչ մեկ անգամ չի կարող լինի։ Այսինքն Բաքում եթե չխաղա, չի կարա լինի։ Հա, այնտեղ ակումբների խնդիրն է, որ ճիշտ աշխատեն։ Այսինքն հիմա պետք է հասկանալ այն մոդելը, որ եղել է ժամանակին, բակային ինստինկտյան, այսինքն հեռախոսը չի խանգարել եւ այլն։ Մենք ունեցել ենք Բաքում տեղ խաղալու, դա պետք է օրինակ մտածել դրա շուրջ, դարձնել մոդել, որ Հոլանդիայում, Բելգիայում եւ շատ այդ եվրոպական երկրներում չկա բակ, բայց կա դաշտեր, ու այդ դաշտերը ապրում են։ Ոչ թե կառուցում են միայն։ Թեմայի վերաբերյալ մի հատ հարց առաջացավ մոտս, չգիտեմ։ Նայեք, կան երկրներ, որ այս ամեն ինչ որ դու ասում ես, ուշադրություն է դարձնում, Հոլանդիան, սոցիալական խնդիրներով, ընտանեկան հոգեբաններով, չէ՞։ Կա Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա, որտեղ որ ինչ խնդրի մեջ ասես, այդ երեխեքը կան։ Իրանք սիրում են խաղալ, ինչ որ միտեղ այդ խնդիրներից կարող փախնում են, այդում են, թե ծովափին, թե իրանց սերն է, իմ կարծիքով այդ ամենամեծ մղող ուժը սերն է։ Շատ են օրինակները, որ ծովի ավազից հասել են Սանտիագո Բեռնաբեու։ Շատ Բրազիլիա, աֆրիկացին։ Չմոռանանք, որ դա սոցիալական լիֆտ է, որ դա միակ միջոցն է, որ աֆրիկացին գալիս է Եվրոպա, ամեն ինչ անում է հետ չգնա, բայց մինչև Եվրոպա գալը, չունենալով պայմաններ, ես ինքս տարբեր 3 աֆրիկյան երկրներում եմ եղել, մի ամսից ավել Նիգերիայում ու ֆուտբոլիստ նայելու Կոտ դ'Իվուարում ու Սենեգալում։ Ես տեսել եմ, թե իրանք հողերի վրա ավելի վատ պայման, ինչպես մենք էլ, ես կոնկրետ մինչև 16 տարեկան ոնց որ խոտ չեմ տեսել, Գարեվոյ կար, Ռոլանդ Գարոս էր գուրում եւ այլն, բայց ժամերով անցկացրել ենք, այսինքն աֆրիկացին էլ է անցկացնում։ Սեր հնարավոր է սերմացնել այսօր, որ այդ սերը չկա։ Սեր կա միշտ, պետքա պայման ստեղծես դրսևորվելու։ Հիմա մեր երեխաները ավելի շատ FIFA են խաղում, քան իջնում են բակ։ Չէ, համաձայն։ Օրինակ, ես այս հերախոսի մասը Դավան գիտի, իր ստրիթբոլին ես հերախոսի մասով Գևի տղեն չեմպիոն է։ Անցած տարվա Հայաստանի ստրիթբոլի գավաթի չեմպիոնը դարձավ Գևի տղեն իր թիմով։ Ես միշտ մտածել եմ, որ մեզնից հետո եկող սերունդի համար նորություն էր այդ հերախոսը։ Հիմա սա սովորական բան է, այսինքն այդ երեխեն ոնց որ չես զարմացնի դրանով, էլի։ Ամբողջ օրը այդ մեր միջոցառման ժամանակ ես մի հատ երեխա չեմ տեսել, որ հեռախոսով զբաղվի, այսինքն ամբողջ օրը իրենց խաղալու հնարավորություն։ Բայց դա ընդհանրապես 365-ից մինուս 1 օր։ Հա, բայց նույնը Բաքում են անում, այսինքն հիմա պայմանների պահը։ Եթե պայմանը մենք կարանք ինչ-որ բան անենք, որ ես վստահ եմ, որ նոր սերունդը ավելի առաջ է, քան նախ սերունդից։ Այսինքն չի կարող ինչ-որ մի սերունդ ավելի քիչ ունենա սեր, ավելի քիչ ունենա տաղանդ։ Մենք քանակ էլ ունենք հիմա, ամեն ինչ էլ ունենք։ Պայմաններն է պետք ստեղծվի, որ նա կարողանա ռեալիզացվի։ Ակումբները հասկացանք, դուք որպես էնտուզիաստ հասկացանք, դու քո պրոյեկտը ունես, Դավոն Իրանն է անում, Գեորգը Իրանն է անելու կամ անում է։ Իսկ ֆեդերացիան ինչ է անում։ Այդ խնդիրը որ կա, ֆեդերացիա, ֆուտբոլային ակումբներ կամ մի քանի ակումբ, ֆեդերացիա, երկրպագուներ, դա նորմալ չի։ Եվ ինչ խնդիրներ կա գլոբալ խաղի կանոններ թելադրողն է, չէ՞։ Ես կարծում եմ մեզ մոտ առանց ռեսուրսներ ֆինանսական ներդնելու շատ դժվար է լինելու։ Ես կարծում եմ, որ պետության հետ մեկտեղ պետքա ինչ-որ մի հատ ֆոնդի պես բան լինի, որ ֆեդերացիան կարողանա իր խաղի կանոնները թելադրի ու առաջարկություն անի, ուղարկի, այսպես ասած, անուններ չտան ֆուտբոլային ակումբների, մարզերում խաղալու, դրա դիմաց խրախուսելու։
Այսինքն եթե դա մարզային ակումբ է, պատկերացրեք որ ֆուտբոլային ակումբն է գումար աշխատում ու ոնց է աշխատում։ Որն է հնարավորությունը կամ մտնես խմբային փուլ Եվրոպա լիգա, Չեմպիոնս լիգա կամ կոնֆերենս լիգա Հայաստանի մասշտաբով կամ պետքա տրանսֆեր անես ֆուտբոլիստ վաճառես։ Նա շատ հազվադեպ է լինում առաջինը, ֆուտբոլիստ չենք վաճառում ի տարբերություն մեր հարևանների նույն։ Իսկ խմբային փուլ մտնելու մասին խոսում ենք 1, 2, 3 ակումբի մասին։ Հա, նոան էս վերջերս մոտավորապես 5 միլիոն եվրո մնացած ակումբները վատ միջավայր կարող է լինել ու լիքը կասկածելի խաղեր լինել։ Այսինքն խաղադրույքներ եւ հնարավոր է լինի, հնարավոր է կա, հնարավոր է լինի խոսակցություններ կան։ Մենք ատրիբուտիկաներ վաճառքից, տոմսեր եւ այլն չունենք գումար։ Հեռուստահեռարձակումներից չունենք գումար։ Մեզ մնում է այս կողմը, պետքա գումարներ դնել, խրախուսել, որ յուրաքանչյուր ակումբ տեսնի իր գումարը վաստակելու ճանապարհը։ Իսկ մարզերն է կզարգանա, չի կենտրոնանա միտեղ։ Այս պահին նոան, որ մեծ գումարներ ա ներդնում, Ուրարտուն գումարներ ա ներդնում, Փյունիկն է, չգիտեմ, մանոր ղեկավարությամբ գումարներ ներդնելու թե չէ, եւ Արարատ Արմենիա։ Ուրիշ թիմ կա, որ գումարներ ա ներդնում ֆուտբոլի մեջ եւ ուզում է գումարներ հետ ստանա ինչ որ կերպ։ Մակարդակված ոչ մեկ չկա, բոլորը անհատական, թե Փյունիկի դեպքում, թե Նոայի, թե Արարատ Արմենիայի դեպքում բոլորի անհատական ֆինանսների ծախսում է։ Օրինակ Նոան ինքը նոր բան թելադրեց, ոչ միայն մեծ ռեսուրսներ է ծախսում եւ լավ ֆուտբոլիստներ են գալիս, նաեւ ինֆրաստրուկտուրա ունի։ Ուրարտուն էլ ունի, բայց շատ ակումբներ չունեն, նույնիսկ ակումբ կա իր ավտոբուսը չունի օրինակ։ Դե հնարավորություն չունեն, թե դա ինչ է։ Այսինքն դա, չէ, ունեն ակումբներ կա, ունեն։ Այսինքն, չէ, այստեղ ճիշտ աշխատանքի մասին է խոսքը։ Հիմա կառուցվում է Նոայում 2 մարզումային խաղադաշտ, 1 արհեստական արդեն կառուցվել է, ու պրոյեկտում կա ստադիոնի կառուցում։ Ու հաջողությունն էլ եղավ, որ սեփականատիրոջ, երբ որ թիմը վերցեց այդ ժամանակ մարզիչն է եղել գլխավոր հավաքագրումը ֆուտբոլիստների եւ այլն, այսինքն իմ անմիջական բանով է եղել, ես գիտեմ ինչ արելի աշխատանք է կատարվել, 17 նորեկ ենք ունեցել, բոլորին նայել եմ 506 Եվրոպայի սխրանքներից առաջ, օրինակ 506 մոտորյորի ֆուտբոլիստ եմ նայել եւ կարողացել ենք համալրել ուժեղ ֆուտբոլիստներ։ Ես կարծում եմ, եթե այդ կերպ ամեն թիմ աշխատի, բնականաբար չունի այդ ռեսուրսներն ամեն թիմ, ամեն մեկ։ Դե հենց դրա մասին է խոսքը, այդ ռեսուրսները որ ներդնում են իրանք գումար, մտածում են դրա մասին, որ այդ գումարը հետ կգա մի օր։ Այո, իհարկե, ֆուտբոլը դա բիզնես է։ Արարատ Արմենիայի մասով ասեմ, Արարատ Արմենիան, որ ինքը ստեղծվել է, միշտ ամենաբարձր նպատակներով է չեմպիոնություն ու Եվրագավաթներում գրուպա, Չեմպիոնների լիգայի գրուպա մտնելու նպատակով ա եղել, մինչև հիմա նույն նպատակը պահպանվում է։ Առաջի թիմը եղավ, որ հասավ Եվրոլիգայի վերջին փուլ, որ պետքա մտներ, հետո ասենց մի քիչ ոնց որ մնաց նույն բանի վրա։ Նոայի օրինակը շատ լավ օրինակ է, ինչ որ իրանք հիմա անում են, բայց ես գիտեմ, որ մեր ակումբը միշտ ա ուզեցել ունենա ակադեմիան, բայց հիմա այս վերջին ժամանակները ավելի ակտիվ զբաղված են փնտրտուքով, թե ակադեմիա գնելու տարբերակը կա, թե տեղա թիմը ման գալի, որ ստեղծի ակադեմիան ապագայում, մոտ ապագայում, նույնիսկ ունենա իր կադրերը, իր ֆուտբոլիստները, այս պայդրությամբ եկամուտների հետ գալու մասին ինչ որ ծախսվում է, ինձ թվում է մոտիկ թիվ չի ինչ որ հետ կգա, բայց ավելի շատ սերն է ֆուտբոլի հանդեպ, բայց կներես, բայց իրատեսական է, մի քիչ երկարաժամկետ աշխատանքի արդյունքում, հետո արդեն խոսալ այդ եկամուտները հետ ստանալու մասին։ Հիմա ասածս ինչ է, եթե թիմի տերը բավականին մեծահարուստ մարդ է եւ ունի տարբեր տեսակի բիզնեսներ եւ օրինակ ֆուտբոլային ակումբը կարող է իր համար պարզապես խաղալիք է կամ չգիտեմ հոբի է կամ ինքը տեսնում է որ իր բոլոր ընկերները անպայման չի Հայաստանում ֆուտբոլային ակումբ ունեն ոնց որ յախտա ունեմ Lamborghini ունեմ մի հատ է ֆուտբոլային ակումբ ունեմ ինչու ոչ այդ մեկը հասկանալի է այդ խաղերը բայց կարող է օրերից մի օր այդ մարդը ջղայնանա սիրել չհասկացա ինչքան ոնց է լինում է եղել են դեպքեր Կամ այսօրվանց բասկետբոլ եմ սիրում կամ բան կանանց պլաժնի վոլեյբոլ ամենասիրուն սպորտաձևն է նայ Ռոբերտը ասում է որ բիզնես է ես համաձայն եմ դրա հետ որովհետև երբ որ Աբրամովիչը գնեց Չելսին հետո տասնյակ տարիներ անց չուզելով վաճառեց այն գնով որը որ իրեն ստիպել էին էլի այդ մարդը այդ բոլոր ծախսերում պլյուսի մեջ էր հասկանում ես բայց եթե դու բաների Paris Saint-Germain առնող շեյխերի նման ես վերաբերում դու պարզապես դա ծախս է միլիարդներով ծախսել են ու ոչ մի բան հետ չեն բերել կարծես չնայած ինձ թվում է որ Մեսսի Մբապեի ֆուտբոլկա ծախելով էլի մեկը իրանք իրենց գումարների ինչ որ մի մասը հետ են բերել բայց էլի անհամեմատելի է այսինքն
Chelsea Abramovich-ի պարագայում դա բիզնես է, որ աշխատում է, Krasnodar-ի օրինակը վերցնենք, բայց օրինակ Dinamo Moskvan կամ Spartak-ը անգամ էս բան բիզնես չի, որտեղ պետական փողեր է լցնում մեջը ու չգիտեմ ինչ Ну դա մի քիչ ուրիշ է, ես Ղազախստանում խաղացել եմ պետական փողերը, կամ Ղազախստանի ֆուտբոլային ակումբը, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուր բիզնեսմեն, երբ որ յուրաքանչյուր սեփականատեր ինքը ուզում է հաջողացնի, դա բիզնես պրոյեկտ լինի։ Ուրիշ հարց է, որ ժամանակի ընթացքում ինչ որ մեկի մոտ խաղալիք է դառնում, մեկի մոտ լավ, մեկի մոտ վատ, բայց կա մի բան, որ շատ համաշխարհային օրինակները Հայաստանում էլ ինչու չեն հաջողացնում բիզնեսմենները, ֆուտբոլային այսպես ասած աշխատանքը ներսում մարչական դեպարտամենտ, բժշկական եւ այլն տեխնիկական այդ կատարողների հետ աշխատանքը լրիվ ուրիշ է պայմանական բանկի աշխատող։ Այսինքն դա այլ բիզնես է։ Ոչ նավթի բիզնեսը, բոլորն ուզում են լավն անել, իսկ ինչի չեն հաջողացնում, որովհետեւ այլ ոլորտներում այլ կերպ է աշխատում, քան ֆուտբոլում։ Ստե ֆուտբոլ կանոնները լրիվ ուրիշ է, բայց մեր մոտ կարա լավ, եթե շատ չխոնակ, մեր մոտ բիզնես շատ հանգիստ կարող է դառնալ։ Կարող է։ Մեր տարիներին մենք նույնիսկ Հենրիկից եթե Հենրիկ Մխիթանից եթե չխոսենք, եղել է Գևորգ 1000-ն տրանսֆեր իմ, երբ որ հայ ֆուտբոլիստի մասին չի եղել, հարթակներ չի եղել, մի կվա սոֆթերը, որ կա պլատֆորմերը, որ կա վասկալ եւ այլն։ Հիմա ուր է հիմա տրանսֆեր։ Վերջի տրանսֆերը հայկական ֆուտբոլիստի Ինչի մասին եմ ասում, պետք է հասկանալ այդ ճիշտ աշխատել, թե որ ուղղությամբ գնաս, որ դու կարողանաս դա դարձնել բիզնես, նույն օրինակը, որ վրացիները վաճառում են տրանսֆերները 200,000 եվրոյով։ Չէ, ինչքան։ Ով անվճարակ ոնց է։ Ուրարտուից որ անվճարակ տրանսֆեր չի, պրոստը գնացել է։ Ես Նարեկ Գրիգորյանի պատմությունը շատ լավ գիտեմ, քանի որ ինքը Ուրարտուից սաներ գնաց ԲԿՄ Ռաֆայել Ազանի մոտ, եկավ ես Ուրարտուի գլխավոր մարզիչը, ես իրան տվեցի հնարավորություն։ Ես չեմ ուզում հիմա թելադրեմ կամ իմ կարծիքը պարտադրեմ կամ չգիտեմ ուղղություն ցույց տամ, ինձանից շատ լավ գիտեմ, բայց պետք է հասկանալ որն է եղել ճիշտ մոդելը ժամը տարիների ընթացքում։ Չէ, եղել են, Ստյոպան մեր մոտից գնացել է, Սերոփյանը գնացել է, Ժիրոն գնաց, հիմա հետ եկավ, բայց այդ է կարևորը։ Հիմա շարունակությունն էլ է կարևոր, բայց չէ, դե հիմա կեցությունը Վահանը գնաց Բիչախչյան էլի, բայց հիմա եթե մենք համեմատենք մեր հարևան Վրաստանի հետ, Ադրբեջանում այլ սիստեմա է աշխատում։ Գրավիչի մեր շուկան։ Ահա։ Իսկ Վրաստան գնում են նայեն վրացի ֆուտբոլիստներին։ Թուրքիայի օրինակն է ուզում բերել, հաստատ այդ պատմությունը գիտեք, որ 90-ական թվականներում անկում կար, այնտեղ խնդիր կար եւ մի քանի թիմ կար Ֆեներբախչե, Գալաթասարայ, մնացածը շատ պրոբլեմատիկ էր։ Եվ ինչ արեց պետությունը, ասաց, որ բոլոր այն մարտիկ բիզնեսմենները, որոնք որ ներդրում են անել ֆուտբոլային ակումբների մեջ, նրանք հարկերից ազատվում են կամ ինչ որ չափով կամ լրիվ, օրինակ, ու սկսեց դա մի քանի տարի հետո մի ծրագիր։ Այո, ծրագիր, որը որ 5, 6, 10 տարի հետո ցույց տվեց համարտիկ դարձան աշխարհի բրոնզե մրցանակակիր եւ այն ֆուտբոլիստներ վաճառեցին, ակումբային ֆուտբոլը, ֆանատների շարժումները, բաները չասեմ։ Այսինքն մենք չենք ուզում անդադ հեծանիվ հորինենք։ Կան օրինակ, Իսլանդիայի օրինակը կա, Թուրքիայի օրինակը կա, անգամ Վրաստանի օրինակը կա։ Մենք եթե ինչ-որ ծրագիր ունեցած լինեինք, օրինակ, համակարգային 10 տարի առաջ, հիմա հաստատ այդ ընթացքում լավը վատը հասկանալու ավելի լավը կարող ենք։ Ես, քանի որ տարիքով ձեզանց մեծ եմ, ինչ եմ մտածում, ու մտածել եմ դա արդեն տասնյակ տարիներ, որ դուք կայացել եք եւ այն Հայաստանի հավաքականը կայացել է, հայերեն չգիտեմ ոնց է, վապրիկի, այսինքն չպետք է տենց բան լիներ, բայց ստացվեց։ Մենք կարանք ասենք։ Հələ ասենք չեմ դրել։ Ինչի՞ բա ստացվեց։ Ինքը դե օրինակի համար հիմա պայմաններ կար։ Ես մի հատ բան ասեմ, որ օրինակի համար կոնկրետ Փյունիկի օրինակը Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ուղղություն վերցրեց, որ պետքա խաղան իր ակադեմիայի սաները։ Նույնիսկ Ուրարտուի վրա ինքը ազդեցություններ ունի, հիշում եմ, որ Բանանցին թե ստիպում են, որ շատ հայեր խաղան։ Դե ինչ էին Բանանցին ստիպում, որտեղ Բանանցում կան հայեր։ Գանձասարին ու չգիտեմ, այն թիմերը ովքեր որ չունեն ակադեմիա, չես կարա ստիպես։ Սենց հիմա էդի դրա արդյունքն էլ է։ Նրա արդյունքն է, որ օրինակի համար Փյունիկի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց էր, նրան առաջարկեցին 6 հատ արգենտինացի լեգիոներ, հրաժարվեց բոլոր լեգիոներներից, մենք պետք է խաղայինք Չեմպիոնների լիգա։ Ու ես այդ տարի խաղացի, 4 խաղից 2 գոլ խփեցի, մեկը Դանեցկի Շախտյորին շատերը կհիշեն։ Էդի դրա արդյունքն էլ է, որ մենք էդի խաղացինք։ Մենք որ չխաղայինք, ես գնայի Պերվի լիգա լինեին շատ ուրիշ հայ մարզիչներ։ Բան չունեմ ասելու, թիմի շահն են ներկայացնում, ես չեմ մեղադրում, բայց ես չեմ պարտադրում, բայց ես ասում եմ մարդկանց անուններ, ովքեր մտածեցին ջահելների հայկական։ Ես շարունակեմ, եթե հնարավոր է։ Մի հատեսի վերջացնեմ, ուզում եմ ասեմ, էդի պատահական չեղավ։ Պատահական չէ։ Պատահական չեղավ, բոլոր այդ ֆուտբոլիստները այդ տարիքային կարող է մենք էլ ենք վաստակի, էդի օթից չտվեցին մեզի այդ շանսը։ Ես
ինձի կարողա տենալով են այդ վստահությունը տեսել, որ օրինակ համար աշխատասեր ֆուտբոլիստա Եդիգարյանը, Մխիթարյանը, Կարլենը, Ռոբը, մյուսը այդ Բոլորդ մեկ հնարավորությունը թիմում էիք։ այդ հնարավորությունը, այդ ուղղությունը Չէ, բոլորդ Փյունիկից էիք։ Այդ շարունակվեց Այդ 2008-2010։ Այսինքն դա Մենք խաղալով դա վապրիկի էր։ Մեզ նայեք, Դա Ռուբեն Հայրապետյանի այստեղ ֆակտորներ եւ իր ուժը եւ իր որոշումը։ Գումարած Յուրամ Մովսիսյան, Արաս ու Մարկոս, այսինքն այդ դարձավ արդեն մի բան։ Okay։ Բայց դա ֆակտորն էլ շատ կարևոր է։ մենք ֆուտբոլիստ ենք դարձել, որովհետև մենք խաղաժամանակ ենք ստացել։ Մեզ 17, 19, 21 ազգային ու հաստատ շատերը նույն ես այդ պահին ամենաարժանին չեմ եղել, կարող է եւ արժանին եմ եղել եւ այլն, արհեստականորեն տրվել է հնարավորություն մենք շատ խաղանք, դրա համար ենք դարձել ֆուտբոլիստ։ Արհեստականորեն, ինչու՞, որովհետեւ Փյունիկը եղել է ֆեդերացիայի նախագահի թիմը։ Դա շատ սխալ է, բայց ինչու ենք պետք է հասկանալ, սա աշխատեց վապրիկի բայց դու չեք կարող ակումբներին պարտադրես։ Ես դրա համար հերգանքի մասացին ասեմ վերջացնեմ։ Պետքա 10 հնարավորություն, ուզում ես այս ճանապարհով, ուզում ես հայերի ճանապարհով, բայց չպետքա միայն մի ակումբ ֆեդերացիա նախագահ լինի այս թիմի, այդ ֆուտբոլիստին խասի, բամենացած ակումբները, բամենացած ֆուտբոլիստները։ Հիմա տղեկ, իմ ասածը ինչ է։ Նախ պետք է մենք բոլորս հասարակությունը ֆուտբոլային եւ ֆուտբոլ սիրող հասարակությունը եւ մարդիկ, որ արհեստավարժորեն զբաղվում են դրանք, այսինքն ֆեդերացիան, մարզիչները, ֆուտբոլիստները 14 տարեկանից բարձր եւ հասարակությունը ֆուտբոլասերները պետք է հասկանան, որ մեզ ժամանակ է պետք հիմա օրինակ 10 տարի, որ մենք ունենանք ծրագիր, որը այսօրան սկսում ենք ու 10 տարի հետո մենք այդ արդյունքը կտենանք։ Մանկապատենական թե ուժեղ առաջնություն, թե մանկապատենական ֆուտբոլ, ուժեղ առաջնություն, ուժեղ ակումբային ֆուտբոլ, ուժեղ հավաքական։ Ստեղ իհարկե բոլորը կարող են մեզ դիտողները ասեն Ժորժ ջան, բայց հիմա ասած անիմաստ խոսում եք։ Օրինակ, Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն, բայց դա չի նշանակում Ֆրանսիայի ակումբային ֆուտբոլը ամենաուժեղն է Եվրոպայում։ Բացարձակ չի նշանակում։ Խնդիրներն ուրիշ են, որ Պարտադիր չի ամենաուժեղը լինի։ Դե հիմա մենք ինչ ենք ուզում, թե պարոն Չելևյանցը, թե պարոն Սողոմոնյանը ինձ ասել են, թե եթերում, թե եթերից դուրս, որ ինչ որ տարիքում մեր ֆուտբոլիստները, թե Փյունիկի, թե Ուրարտուի բոլորին կրել են։ Իտալացիներին, չգիտեմ, մոլդովացիներին, իսպանացիներին, բա հետո ինչ։ Դե բոլորին հաստատ չեն հաղթել։ Ես ով է տեսել, մենք տեսել ենք։ Չգիտեմ, ես չեմ տեսել։ Ես չեմ տեսել, որ իտալացիներին մեր օրինակ 14 տարեկանները կրեն։ Դե կարողա 19 տարեկաններն են։ Թեկուզ 9 տարեկան։ Շատ հավանական է, իրականում մեկ հանդիպում կարող ես հաղթել, այդ չի հարցը։ Որ մեր երեխաները փոքր ժամանակ դա նորմալ է, երբ որ 6 տարեկան հայը, 6 տարեկան ճապոնացին, իտալացին, անգլիացին նույնն են։ Դե զարգացում է գնում ֆուտբոլը մարզվում, ինչքան մեծանում ես, այնքան եթե լավ ես մարզումներն անցկացնում, զարգացնում մարզիկին, ավելի ուժեղ մարզիկ է ինքը դառնում։ Խնդիրները շատ բազմազան են։ Մենք 11, 12 տարեկանից, 13 լավ տարեկանից, երբ որ արդեն Հայաստանում 1-10 ֆուտբոլ են խաղում, չենք մեկնում արտասահման մրցումների։ Մենք Եվրոպայից դուրս ենք ու մոտիկ չենք ու չի լինում։ Հիմա Ուրարտուն է 1-2 թիմ ուղարկում, այսինքն մենք ստեղ իրար հետ խաղալով կարող ենք ուժեղանալ։ Մեր նույնիսկ մեր մինչև 17-19 տարեկանների հետ ընկերական Անգլիա, Իտալիան, Շվեյցարիան չեն խաղում ընկերական խաղալ հավաքականների մակարդակով։ Դրա լուծումը ո՞րն է։ Մենք միշտ խաղում ենք կամ Մալտա, չգիտեմ, Ուզբեկստան, Բելարուս եւ այլն։ Շատ հեշտ կարող ես պայմանավորվել Յուվենտուսի 17-ի հետ հաստատ էլի շատ ուժեղ թիմ կլինի, տենց գտնես լուծումը։ Պետք է ուղարկես 13 տարեկանից սկսած թիմերին տարին 2 անգամ մրցումների։ Ես չգիտեմ ինչի մասին է եղել խոսակցություն այս վերջին 10 տարիների ընթացքում, երևի թե ես չեմ հիշում ֆուտբոլիստ, որ ինքը Փյունիկի ակադեմիայից եկել է հասել առաջի թիմ, իսկ Փյունիկի ակադեմիան միշտ ամենաուժեղն է եղել, հիմա էլ ինքը էլի ուժեղ է։ Այսինքն խնդիրները պետք է մանգան ակումբները թե իրենց մեջ ուժ ունենան, թե ֆեդերացիան ուժ ունենա իր մեջ։ Այստեղ մի կողմը մեղավոր չի, այստեղ բոլորն են մեղավոր, բայց Ուրարտուում հասել են ֆուտբոլիստներն, Արեգ Գրիգորյանը դուրս է գնում շատերը։ Դա եղել է անհատ մարդ չի, ասենք իմ լավ կարող է ավելի լավ անել կամ ավելի վատ։ Ես ավելի շատ եմ հնարավորություն տվել, մեկ ավելի քիչ է տվել, բայց ինչի մասին է փաստում, որ կան ֆուտբոլիստներ։ Բայց ասեք էլի նույն բանն է աշխատել, այսինքն Գևորգի ասածը Փյունիկում ինչ որ մի բանի զոհաբերության շնորհիվ այս ֆուտբոլիստները աճել են այն ժամանակ։ Հիմա Ռոբի ժամանակ է, այսինքն Ռոբի թիմի արդյունքները դրանից տուժել են։ Ես էլ եմ շատ խաղացել Արարատով Ռոբի թիմի դեմ, ասենք 4-ից 3-ը ասենք օրինակ հաղթել ենք, բայց խաղացել ենք մենք ավելի
ուժեղ կազմով փորձառու ու լեգիոներ, Արարատի 4-5 ֆուտբոլիստ առաջ անգամ էին խաղանվի։ բայց Խոսքը հիմա գնում է իրար լավագույն Բայց խաղով ավելի միջինը, ուժեղ են եղել։ միջինը լավագույն Մի հատ գտնելու ինձ ուրիշ բան ասել։ շատ է գնալ։ Եվս մեկ հիմար հարց։ Հիմա եթե Հայաստանում տարբեր ակումբներում ունենային Կուբարսի, Յամալ եւ այլն, այտենց տղեկ, այսինքն Կուբարսին խաղար Ալաշկերտի ունի ակադեմիա։ Հա, Ինչ որ sense գրանցված գյուղերում ունեն։ Կունենար Կուբարսին հնարավորություն խաղար Ալաշկերտի։ Դե տեսեք, այդ ձերած ծանոթները շատ քիչ են, ասենք որտեղ է լիներ իրանք խաղային։ Հաստատ։ Ինչ Չէ, դու նկատի ունեք, եթե Կուբարսին լիներ հայ, նույն ձև, նույն ձևի, այո, հասներ, Մեծ հարց է։ հասները մի քիչ այլ հարց է, Եթե այս ինչ որ հիմա տենում ենք այս վիճակով ենք, մինչև այդ չգիտենք։ Ժորժ, ես ինչ եմ ասում։ Ես ձեզ կոպիտ օրինակ եմ վերում ին վրա, որը որ իմ բնակավարից է, կոպիտ ասած, ես մասնակցել եմ շատ երաժշտական պրոյեկտների, որպես ժյուրի անդամ եւ այլն։ Շատ դեպքերում ես իմ գոլեգաներիդ համաձայն չեմ եղել այս որոշումների հետ։ Հետո մի օր շատ զայրացա, չեմ հիշում, X Factor-ի մախտեր թե Superstar-ի, ասացի, հիմա ես իմ մոտ նենց տպավորություն ա, որ եթե Սերժ Տանկյանը գար երգեր, ստե սիստեմի չրանցնի։ ասերես ով եք դուք արես, ինչ եք երգում, գնացեք։ Այդտենց տպավորություն է։ Շարլ Ազնավուրը, ասել, որ ասեք կարող ասեն ձեն չունես դու։ Բայց այդ մարդիկ դարձել են, որովհետև դարձել են։ Հիմա ես ում հասկանամ, ստե ով է խանգարում մեր տաղանդը, որ երեխեքին աճեն։ Բոլորդ ասում եք, որ ունենք այդ երեխեքին։ Մարզիչ էլի ունենք երևի, թե չունենք, սիստեման ընդհանուր բոլորովս միասին խանգարում ենք։ Դա ամենավատը խանգարում ենք։ Մեկ բառով։ Շատ բաներ ա։ Իսկ ինչ կարանք անենք։ Անում ենք։ Ով ուզում է դառնա։ Դուք լավ, Ով որ շատ ուզի դառնա կդառնա։ Ռոբերտի Պարագայում։ Դու Մենք օգնողներն ենք։ Մեծանալու ենք։ Իրանք պետք է ամենաշատը ուզեն։ Հիմա Գեորգի տղան խաղում է ֆուտբոլ։ Որպես հայր դնում ենք բոլոր էմոցիաների մի կողմ, պատկերացրու, որ դու այն մարդն ես, որ քեզ փոքր ժամանակ ձեռից բռնեց, տարավ մարզվելու։ Դու քո տղային, որ փողոցում տեսներ խաղալուց Բաքում կտանեիր։ Սկաուտինգ անեն։ Հա, տաներ, այսինքն կա իր մեջ։ Հիմա նայ, մի քիչ առաջ որ խոսում էինք բանի մասին, պայմաններ ստեղծելու մասին։ Կոնկրետ օրինակ եղավ, իմ տղայի մասին ենք խոսում։ Այդ իրանց խաղերը որ կա, օրինակ ինքը խաղալու է 1-ից 3-ը, առավոտը 9-ին գնում է, 8-ին գալիս է, 12 տարեկան է։ Մյուս օրն է որ լինի, մյուս օրն է կգնա։ Ինքը հետևում է, ասենք օրինակի համար ապրիլի 5-ին տուրնիր կա, նայում է որ դպրոցի օր է ինչա, ասում է ես պիտի, այսինքն եթե կոնկրետ ինքը իր սերը, իր ցանկությունը ամեն օր էլի, ամեն օր կգնա, ոչ դասի կուզենա գնա։ Դա ոչ մի բան։ Գևորգ Ղազարյանի գեներն է, թե Շատերն են տենց։ Երեխեքին պայմանավորки պետք է։ Իմ պապան ֆուտբոլի հետ կապ չէ, չունի։ հիմա քո Շարունակեմ ձեր հարցը, եկավ, հասավ 10-ը, չեն խաղացնում։ Հա։ Ինքը ուժեղ է, բայց խաղացնի արդյունքը տուրնիր։ Հիմա այդ Այկուբարսին չի։ Օրինակ 17 տարեկան է դարձել, պայմանական ինչ որ մի ակումբում խաղում է Հայաստանում։ Քանի տարեկան է հիմա միջայց։ 12, 5 տարի հետո Մարզիչը դեկտեմբերին 10-ին։ չի խաղացնում իրան, որտեվ մտածում է կարճաժամկետ մի քանի ամիս դուժելու արդյունքս։ Ինչ անի այդ երեխան։ Պրեմիա չեմ ստանա որ պարտեմ, հա։ Դե պետք է պարապի խաղա, Դե չի կարելի, Ես համաձայն եմ Գևորգ հետ։ բայց մյուս կողմն է կա։ Ներսից ով Այդ ունի կարա առաջ լինի, գնա, խաղա։ բայց նաև ճիշտ աշխատանքը ստրատեգիան ցանկալի է որ ավելի լավ լինի։ Ճիշտ է ասում, նայեք, հիմա ես կոնկրետ օրինակ կպատմեմ։ Այս ինչ որ մենք քննարկում ենք մանավանդ Ռոբի ասածները, ինքը շատ կհեշտացնի, շատ կօգնի, բայց ինչի համար եմ ասում այդ ցանկության մասին։ Էլի ին վրա բերեմ օրինակը 17 տարեկաններով առաջի տուրնիրն է միջազգային, պետքա գնանք Հոլանդիա։ Գնացել ենք Արարատում, զբոր ենք արել, հետ են գալի որ հանրապետականից ստանանք ֆորմա, պետքա թռնենք։ Ես դուրս եմ մնացել այդ 21-22 ֆուտբոլիստների ցանկից։ Ցիրկի մոտ, կրկեսի մոտ այդ ավտոբուսը Արարատից եկավ, ես իջա, լացելով գնացի տուն։ Գնացի տուն, միանգամից հայատ ես, հայաթի երեխա եմ եղել, թենիս խաղալու, գրաս խաղալու, չգիտեմ։ Իմ խաղ ընկերը, որ իմ հետ էր, գնաց ֆորմեն ստացավ, ֆորմեկը հագած եկավ այդ տեղը, որտեղ որ մենք խաղա։ Մի հատ էլ էտե գնացի առանձին լացեցի։ Այդ թիմից դուրս մնացի, բայց ես հետո մի տարի հետո անցավ, մարզիչն էլ Արմեն Գյուլբուդաղյանցն էր։ Հետո նորից ինքը, չգիտեմ, տեսավ, գտավ, ասացարից։ Հիմա որ լինեիր ուրիշ տեղում չէ կանգնելու էր քո այդ բանը։ Քեզ մեր վերենշած Փյունիկից չլիներ չէին կանչելու։ Էդի հասկացանք արդեն։ Այդ խանգարող համագարմանքներ կա, բայց հավատում եմ ես նրան, որ այդ ցանկությունը երբ որ լինի,
այդ ճանապարհը Մեծ գործի մեծ կգտնվի։ մասն է։ Գեորգ ջան, հիմա նայ, հիմա Հա, մենք գործի քեզ մեծ ենք մասն է, տեսնում, հիշում ենք քո վերջի վարկյանի խփած գոլերը, հետ են գալ այդ պատմությունները հիշում ենք, ու կարող է 30 տարի հետո ֆիլմ նկարեն։ Մեսսի պատմությունն ենք հիշում, Ռոնալդոյի պատմությունն ենք հիշում, որ իր անգերոջ հետ գնացել է, որ այն որ մարզիչը ասել է, որ երկու հոգուց մի հոգի են վեկալել, ով որ 3 գոլ խփի, բան կանեմ, այդ ընկերը որ չլելա սաղին, պասը տվել է, որ Ռոնալդոն խփի, հետո այդ տղեն չխաղաց ֆուտբոլ, բայց Ռոնալդոն միջև հիմա պահում է իրան։ Տենց պատմություններ շատ կա։ Յուրաքանչյուր հետևող, Այո։ յուրաքանչյուրի, այդ նմանատիպ պատմություն կա։ Հա, բայց Յուրաքանչյուրի- հազարավոր մարդիկ կան, որ չեն հասել դրան, որովհետև ինչ-ինչ։ Հիմա դուք ձեր Ես համատեղել եմ դասս իմ առարկաների ինստիտուտի Ինստիտուտ։ համար ընդունվելու, յուրաքանչյուրի Մարադոնայի, Պելեի, Այո։ Ռոնալդոյի, Մեսսի, ստացվածի, չստացվածի յուրաքանչյուր հետևը կա, բայց մենք խոսում ենք լուծումների մասին, Այո, ոնց այո։ անենք դա լինի Սիստեմա։ դա լինի ճիշտ Համակարգ։ աշխատանք, համակարգային լուծումներ, որ դու նվազեցնես ռիսկերը անհաջողության, մաքսիմալ բարձրացնես հնարավորությունները, ճանապարհային քարտեզը լինի տեղ հասնելու իրա սխալներով։ Իսկ այդ ճանապարհային քարտեզները մեր նման երկրների համար են ակտուալ, թե օրինակ Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, այնտեղ էլ կան։ Յուրաքանչյուր։ Ամեն Չէ, բոլոր- տարբեր են, հաստատ նույնը չեն։ Չէ, Հաստատ պարզավոր նույնը չեն, տարբեր են, բայց յուրաքանչյուր Ես տարբեր բայց ինչի կան համար էլ։ եմ, ինչի համար եմ անընդհատ այս շեշտը դնում այդ ցանկության ու ձգտումի վրա։ Շատ տարբեր են խնդիրները։ Շատ։ Ես հիմա մի հատ ուրիշ օրինակ եմ բերեմ Հենրիկ Մխիթարյանից, չգիտեմ։ Ինքը հաստատ քեզանից քիչ է բակում խաղում։ Էսի, Ինձանից քիչ է։ բայց ինքը ինձանից շատ բայց ինքն է այնտեղ խաղում։ Նայ, Շատ տարբեր։ Էսի շատերը կարող է չգիտնել։ Դանեցկի Շախտյորում, երբ որ ես խաղում էի Մետալուրգ, ինքը խաղում էր Դանեցկի Շախտյորում։ Ինքը խաղում էր հենակետային 1.5 տարի կարծեմ ոչ իրա դիրքում։ Խաղ ա եղել, որ խաղից հետո իրա ջղայնությունից, այնտեղ դեմը խաղում էին սաղ բրազիլացիներ, չէ, իրան պաշ չէին տալի, Ժադսոնը որ խաղար, խաղ ա եղել, խաղից հետո լացում էր, ջղայնությունից, նեղվածությունից զգացմունք է։ Ինքը այդ ամեն ինչին։ Հիմա նայեք, պայմանները ստեղծել են, բան, Շախտյորում այդ ինչ պայման ստեղծեն այդ մարզիչն էլ ինտերվյու ա տվել Լուչեսկուն, իմ դեմի խաղացողները մենակ պիտի լինեն բրազիլացիներ։ Հիմա այդտեղ ով ինչ պայման ստեղծի այդ ֆուտբոլիստի համար, Դե կկոտրվերի։ ասենք թե երեխավախ ստեղծել ենք, բան հիմա շատ են անում, վայ, բան, sense տաղանդավոր։ Չգիտեմ։ Որ մեզ ճիշտ հասկանան, մենք ունենք հայրեխեք, ունենք նույն ձև պայքարող, ավելի շատ պայքարող, քան ես, քան դու, քան Հենրիկ Մխիթարյանը, կան կլինեն կամ պետք է ստեղծել։ Դա դեպքեր է մասնավոր, դա ամենօրյա պայքար է, քո մարզումը, ամեն գնդակ խլելու համար ամենօրյա պայքար է։ Մեր հայկական ֆուտբոլի խնդիրը, որ ավելի լավը դարձնենք, մեկ ի վերջո դա այդ մասնավոր դեպքեր չեն, որ կան ամենտեղ Կորեայում, Հյուսիսային Կորեայում, Հարավային Կորեայում եւ այլն, ամենտեղ կա, հասկանաս ոնց անես, որ կարողանան ինքնադրսևորվել, ունենալ, որտեղ ակումբներին, որտեղ ակումբը ներդնում է X թիմը ուզում է գնա խաղա Եվրոպա լիգա դառնա չեմպիոն, մյուս թիմը այդ հնարավորությունը չունի ֆուտբոլիստներին բերի, ոնց անես, որ ինքը մրցունակ լինի։ Մեր առաջությունը հիմա մրցունակ չի։ Մեր առաջությունում մեր երկու միավոր ունեցող թիմ գոյություն ունի դրանից մի, չգիտեմ, 10 անգամ ավել միավոր ունեցող թիմ, տարբերությունը շատ մեծ է ֆուտբոլիստների եւ այլն, ինքը սենց անդունդի նման բան կարող է շուտով լինի ու կենտրոնացած է մեկ մարզադաշտում։ Մեր համայն հայության մարզադաշտն է դարել այս մի ամսվա ընթացքում ջունիոր մարզադաշտը։ Քեվի ասացից նոր մի բան մտքովս անցավ, որ պայմանը չկա, չէ՞, որ ասենք մաքսիմալ հեշտ չասեմ, բայց հնարավոր լինի, որ այդ ակադեմիայից եկած սանը, որ խաղա ժամանակ ստանա, որ կարողանա ինքը դառնա, ասենք, լավ մակարդակի ֆուտբոլիստ։ Բայց եթե այդ պայմանը չկա ու ինքը պետք է այդ իր հոգեբանության հաշվին բանանի, բայց այդ հոգեբանն էլ չկա։ Որովհետև ես շատ մարզիչների գիտեմ, անհատապես ֆուտբոլիստների հետ երբեք չեն խոսում։ Այդ ակադեմիայի մարզիչների ես մասով եմ ասում։ Չէ, իմ մասով չեմ ասում, իմաց ով բայց օրինակ ես 2 օր առաջ իրոք տենց ես զանգ ստացա, խոսացի մի հատ երեխու հետ կապված մի հատ խնդիր ուներ ոտքի վնասվածքի, որ մարզիչը պարզապես տենց բութ մատա դրե, այն գրածին, որ ինչ դիագնոստիկա եղել բժշկի կողմից։ Այսինքն ոչ զանգ, ոչ ինչ որ բան, հոգեբանական, որ խոսի հետ է, որովհետև ասել են, էլ չպետք է խաղաս։ 12 տարեկան երեխու համար ֆուտբոլիստ, որ ասենք ինքը երազում է Բարսելոնայի մասին, այնպես բան ոնց կարա ասենք մարզիչը պրոստը թողի էլի։
Հիմա Մարզիչը Ռեալի ֆանատ է։ Հիմա պատկերացնում եք, ասենք Գևին Գյոլբուդարյանցը բան չաներ, ասենք դուխ չտար, այս չաներ, այն չաներ, ասենք կարողա մենակ Գևը կարողանար ինքը իրանով տենց բան անել, բայց ոչ դուխտալով են դառնում։ Չէ, դե հոգեբանորեն դա շատ կարևոր բան է։ Ֆուտբոլը զարգանում է, դինամիկ զարգանում է, ամեն տարի նոր Հայ դա կապ չունի, բայց ինչքան է դու զարգացնես, ասենք պետքա մարզիչը կարողանա այդ ֆուտբոլիստին մոտիվացնի, կապ չունի ինչ ձևով։ Հիմա հաստատ Մինասյանը Գևի հետ, Կարլոսի հետ կամ իմ հետ նույն ձև չէր մոտիվացնում, կամ ասենք Յուրայի հետ։ Տարբեր բաներ են դրանք։ Վերջում շատ քիչ ժամանակ է մնացել։ Նոր մարզիչ ունեն գլխավոր։ Ինչ եք մտածում, ինչ որ բան կփոխվի մեր ամենագլխավոր թիմում։ Դե անհատական ֆուտբոլիստների վրա է ինձ թվում այլ ինված, այսինքն համակարգված բան չկա։ Եթե լավ մարզավիճակում ունենան այդ ներկապայի ֆուտբոլիստները, շատ տաղանդավոր խաղացան, լավ թիմ ունենք, բայց թե ինչքանով կհամակարգի մարզիչը, այն էլ չգիտենք ինչքան ժամանակով ժամանակը ցույց կտա։ Ես մարզչի աշխատանքին ճիշտ ասած ծանոթ չեմ կարող ասեմ ինչ սպասելիքներ ունեմ, բայց ավելի ժամանակ է պետք երևի տենալուց հետո ավելի հեշտ կլինի վերլուծել։ Մարզիչի։ Չեմ ճանաչում ճիշտ ասած, այսինքն չեմ էլ ուղղակի իր կենսագրությունն եմ կարտացել, բայց չեմ նայել մարզչի շատ քանակի խաղեր տարբեր թիմերում, ինչ ոչ է դավանում եւ այլն։ Պաշտպանողական։ Չեմ ասում են։ Չգիտեմ։ Այդ ֆուտբոլային առումով ինչ որ բան չեմ կարող ասել, ինչ մասնագիտական ունակություն, կարողություն ունի, ինչ ֆուտբոլ է խաղում եւ այլն։ Հաջողություն եմ մաղթում, որ կարողանանք հաջողությունների հասնենք, ուղղակի այս հարցին շատ հետաքրքիր կլինի լսել իրականում թե ինչ կրիտերիաների հիման վրա է ընտրությունը կատարվել այս մարզչի, որտեղ կարծում եմ պետք է դա էլ է կուլտուրա, դա էլ պետք է կարողանալ երևի թե ներդնել, որպեսզի հասկանալ թե ինչ ձև է մտածում ֆեդերացիան, ինչ կրիտերիաների համար է ընտրել, բայց ինձ մոտ ես դրա մասին շատ եմ խոսացել, մեկ հարց է առաջանում 1 տարվա պայմանագիր մեր պես հավաքականի համար առաջարկվել է մարզչին, մենք ոչ Բրազիլիան ենք, ոչ Իսպանիա, ոչ Անգլիա, հաղթեցիր աշխարհի կամերապահությունը, լավ է, չէ, խզում է, չենք շարունակում իրար հետ, մենք ավելի երկար կամ միջնաժամկետ պետք է ունենանք ու ես չեմ պատկերացնում այդ որ արդյունքի ինչ բավարարության դեպքում է լինելու +1-ի երկարացումը հաշվի առնելով նաև մեր խմբի մրցակիցներին, ինձ համար շատ մեծ հարցեր կան, ես սիրով կուզենայի լսել թե որ դեպքում որն է լինելու լավ կամ վատ գնահատականը մարզչի ընտրության 1 տարվա ու նաև մարզիչն է համաձայնվել 1 տարով գալ իմ համար որոշակի հարցեր կան։ Իրականում այդ բանակցությունները մեր համար շատ գաղտնի է, այդ կրիտերիաները, որ ասեց 1 տարի, 2 տարի, իրականում դժվար է, անկեղծ եթե ասեմ, Հայաստանի հավաքականին մեր պատկերացած այդ ուժեղ մասնագետը բերել ստեղ։ Մեր պահանջներով ինչ որ ուժեղ թե ֆինանսի առումով կարող է ուժեղ լինի առաջինը ոչ ֆինանսի առումով, նայեք, եթե պատկերացնենք մարզիչա, որը որ մենք ո՞նց ենք պատկերացնում, օրինակ որոշակի հաջողություններ Բունդեսլիգայում կամ որտեղ, ո՞նց է պատկերացնում անհայտ կարող է ինչ որ մի հատ, այսինքն նախկինում հաջողություն թեկուզ ինչ որ մեծ տիտուլներ ունեցած չլինի, որտեղ բոլորն էլ նախկինում չեն ունեցել։ Ես օրինակ ավելի շատ կողմ եմ նման մարզչի, ով ունի մեծ ցանկություն հաջողության հասնելու, ինչ որ երիտասարդ է, քաղցած է, անգլերեն գիտի, լավ կլինի ինչի համար, երիտասարդ առումով քաղց ունենա, կարա բնավորություն ունեն լինի, որ ինքը ուզում է հաղթի։ Նաև հետազոտած լինեն, որ ինչ ձևի է խաղում, համապատասխան է մեր հավաքականին, մեր ֆուտբոլիստներին ու մեր արժև դրած նպատակը։ Եթե կներես, մենք մեր արժև նպատակը ներկայացնում ենք մարզչին, դու պետքա գաս այս խմբից կամ ազգերի լիգան հաղթես կամ դուրս գաս, կներեք, եթե ես լինեմ, չեմ համաձայնվի։ Եթե ուզում եմ փող աշխատեմ, կասեմ հա կանեմ, կգամ։ Եթե Հայաստանը փող աշխատելու տեղ է, նայած մարզչի համար։ Հա։ Իսկ չեմ կարծում թե շատ Մուրինոյի համար չէ։ Գիտենք մենք գործ ունենալու տեղ է ավելի շուտ ոչ թե շուտ։ Իսկ մենք գիտենք մոտավորապես ինչքան աշխատավարձ է ստանում։ Նայեք, երկու բան կա գալու, մեկը փողն է, մեկը ինքը ուզում է ինչ որ աճ գրանցի, իրան դրսևորվի։ Երկրորդ տարբերակը իմ համար ավելի ընդունելի է, որ ինքը ուզում է դրսևորվի, ինքը տեսնում է, բայց այդտեղ էլի ամենակարևորը նպատակն է։ Դե իրականում ֆեդերացիան մեզ երբեք չի բացատրել ոչ մի իր քայլերը։ Բնականաբար բանակցությունների ոչ մի բան պետք չի բացել, բայց պետք է երևի իմանալ ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում, բայց ամենակարևորը ինչի համար ենք ուզում։ 5 անգամ պատասխանենք ինչի համար ենք ուզում յուրաքանչյուր հարցի, երբ թե հասկանանք թե այս մարզչին ինչի համար ենք կամ ինչ ենք
ինչի համար ենք անում այս ամեն ինչը։ Դրա համար պետք է եթե հասարակությունը կապ ունենա, կոմունիկացիան մի քիչ ավելի լավ լինի, որտեղ իրոք հարցեր է առաջանում, թե ինչ նպատակներ է դրված։ 3 տարվա օրինակը տրվածքով, եթե լինի, ես կհասկանամ ինչ նպատակներ է։ Օրինակ, առաջին տարում դու խաղ դնես այս թիմի հետ, դու մաքսիմում այն լավ ֆուտբոլիստներին, որոնք երիտասարդ են, ամեն մեկին 3-4-5 խաղ տրամադրես, ոնց անես այդ Եվրոպա։ Բայլխենք մարզիչ։ Դե հիմա 6-ը խաղում Այնտեղ էլ կարա բայլխենք բերում։ Չէ, դե 6 չի, ավելի շատ է։ Լիգնացի կա, Եվրոյի ադբորը կա, աշխարհի կա։ Դեպքում էլ ինչա՞ մեզ պետք մարզիչ։ Ախր հավաքականում խաղը բան չունեմ ասելու։ Դնես։ Ամեն հավաքին տարբեր մարդիկ կարան լինեն։ Ընդլայն ես ցանկը Ստեղ էլի ինլայն ես, բան չունեմ ասելու, բայց դե տենց որ վեկալ ես 1 տարում քանի խաղ են խաղում եք։ Լավագույն դեպքում չի ուրեմն։ Չէ, ինչ կլինի։ Ստեղ հավաքականի տարբերությունը, եթե ես վերջին ժամանակները Կապարոսից սկսած մեր նպատակը ինչքան հիշում եմ, ազգերի լիգա հաղթելն է։ Այս տուրնիրը որ եղել է, միշտ եղել է նպատակների մեջ։ Այնտեղ նաև խմբից դուրս գալու այն Թուրքիային բանին կրելուց հետո որ ուզում էինք երկրորդ տեղով դուրս էլ գայինք, չէ՞, եղել է, ահա։ Հիմա մեզի ուրեմն պետք է ընտրել մարզիչ, ով որ մաքսիմումը վերցնում է ըստ սիտուացիայի, այն էլ մեր դեպքում շատ սուղ, որովհետև մենք չունենք մեծ քանակություն։ Մաքսիմումից վերցնի։ Կարող է մի հատ մարզիչ է գալի, որ ասում է ես թիմը կառուցում եմ Սպերցյանի շուրջ, դա այլ մոտեցում է։ Մյուս թիմը ասում է ես օգտագործում եմ բոլորին, դնելով թիմային խաղ եւ կապ չունի Սպերցյանը։ Մարզիչները տարբեր տեսակ են։ Քո ասածը հենց մեր վերջի երկու մարզիչներն էին։ Այսինքն մեկը հենց քո ասածներ, բայց օրինակ ունենալով ասենք Տիգրան Բարսեղյան խնդիրներ եղան, չէ, իրանց հետ։ Մենակ Տիգրան չէ, ունենալով Հենրիկ Մխիթարյանն են խնդիրներ ունենում։ Դե դա արդեն Կապարոսի վերջի տարիներից սկսվեց։ Իսկն դա եղել է։ Իսկ թվում է այդ մի քիչ դրա համար չէ, դրա համար մենք չգիտենք պարզապես։ Մենք հիմա խոսում ենք ֆեդերացիայի տեղը ինչ որ բաներ ենք ուզում օգոնենք, բայց իրանք պիտի դա իրականում մեզ բացատրեին եւ ըստ էության այդ պարտավոր է։ Դժվար է պատասխանել, թե ինչ ենք ստանալու այս մարզից, բայց որ մարզիչը կարևոր է միանշանակ։ Երկար ճանապարհ կա, բայց այդ երկարն էլ մի տարի է, այդ երկար չէ էլի։ Իսկն շատ բարդ է, ասա կարող է մի անգամից տենց այնքան նեգատիվ բան հավաքվի, որ ասենք լավ, այդ ընդհանրապես այդ ընտրությունը չի, կարող անես լավ գնա, բայց վերջում լավ չլինի։ Ես շատ հարցերի պատասխան ստացա, բայց շատ էլ ավելի հարցեր ծագեց, իրականում երկար ճանապարհ ունենք անցնելու յուրաքանչյուրս, որովհետև ես Ռոբերտի հետ համաձայն եմ, որ մենք բոլորս ենք մեղավոր, բայց ես օրինակ չեմ կարող հասկանալ իմ հայրիկս ինչու է մեղավոր, որ ամեն անգամ Հայաստանի հավաքականի խաղերից վերջերս նայելով այդ մարդը եւս 10 տարի ծերանում արդեն մոտավորապես 240 տարեկան, հա։ Գտնենք որ մտածում։ Չի գնում ֆուտբոլ, այլ չի գնում ֆուտբոլ դրա համար է մեղավոր։ Ուրեմն ուզում ասեմ, այդ մարդը ինչու է մեղավոր։ Այդ մարդը ասում չի գնում ֆուտբոլ, պետք է գնա, աջակ չի։ Քանի անգամ ստադիոն գնացել է, այդքան հավաքականը պարտվել է։ Այ ամենամեծ մեղավորն է, ասում ինչու՞ է մեղավոր։ Ասում բա խերով չի։ Ոտը խերով չի, դու մի գնաս, մա չեմ գնում, այլ տնից անայեմ, էլի պարտվում։ Լավ, շնորհակալություն շատ։ Հուսանք որ ամեն ինչ լավ կլինի, ես յուրաքանչյուրիդ մաղթում եմ ամենալավ բաները ձեր գործունեության մեջ եւ Աստված տա որ մենք ունենանք Ռոբերտի, Գևորգի եւ Դավիթի երազած ֆուտբոլային համակարգը մեր երկրում, ուժեղ հավաքական, լավ ակումբներ, լավ առաջնություն, ազնիվ խաղ, երեխաներ, որոնք որ երջանիկ են, որ խաղում են ֆուտբոլ։ Ես չգիտեմ, գիտեն մեր դիտորդները, որ օրինակ Նորվեգիայում մինչև 13 տարեկան հաշիվ չեն պահում խաղի մեջ եւ երեխաները ուղղակի խաղում են եւ հաճույք են ստանում դրանից։ Չկա պարտվող, չկա հաղթող, առանց միավորի խաղում են եւ հետո տեսնում ենք, որ քանի նորվեգացի խաղացող կան աշխարհի լավագույն նաեւ Սիթիում, բայց արի ուտես որ հավաքականի գործերը այդքան լավ չի։ Դե հիմա չգիտես որն է լավ, որն է վատ։ Չէ, լավ չի, ինչ մակարդակով։ Այն ինչ մակարդ, հա, դե մեր Հայաստանի հավաքական մակարդակով լավ է։ Կարող է թե ակումբային, թե հավաքականները, դա պետք է անց անել, որ իրարը Համահունչ։ Այսօր այսքանը, համահունչ, խաղացեք ֆուտբոլ, սիրեք ֆուտբոլ, երկրպագեք ֆուտբոլ, որովհետև սա իսկապես ամենակարևոր խաղն է գնդակով աշխարհի։ Մնացեք մեզ հետ եւ շարունակեք մեզ դիտել, լայքել, կոմենտներ գրեք, ջղայնացեք, համաձայնվեք, մի համաձայնվեք, տարածեք։ Վերջը ֆուտբոլը կյանք է։ Всё. Что?